Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանին։ Պարոն Հոկտանյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերքի համար։ Մեր զրույցը սկսենք մինչև այժմ ամենակրկնարկված եւ ամենաաղմկահարույց թեմայով։ Մոտ 3.5 միլիարդ դրամ է տրամադրվել պարգևավճարների համար։ Ընդ որում ամենախոշոր պարգևավճարները ստացել են բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք։ Սա կոռուպցիոն դրսևորում է, թե ոչ։ Տեսեք, եւ այո եւ ոչ։ Ուրեմն եկեք հասկանանք, դա անցյալ տարվա դեկտեմբերի 4-ի կառավարության որոշման հիման վրա, երբ որ բյուջեի վերաբաշխում եղավ, ես դրա մասին դեռ դեկտեմբերի 25-ին մեդիա լաբին հարցազրույցում այդ թվերի մասին ասացի, եւ հենց նույն հարցով, այսպես ասած, դուք առաջինը չեք, շատերը արդեն լրագրողներ են դիմել, տեսեք, սա առաջին հերթին բնականաբար որոնք են խնդիրները, նախ դա ասեմ, որից արդեն կերևա, թե որքանով սա, այսպես ասենք, ոչ թե դրսևորում, այլ կոռուպցիոն ռիսկ կա։ Կոռուպցիոնը շատ լուրջ ռիսկեր պարունակող սա քայլ էր։ Հիմա սկսենք սկզբից, այսպես ասած։ Բնականաբար, քանի որ աշխատավարձերը այնքան էլ բարձր չեն պետական սեկտորում, փորձում են այսպես ինչ որ ձևերով խրախուսել եւ մեծ աշխատավարձեր տալ, որը տեսականորեն ճիշտ է, որտեղ կոռուպցիայի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը կոռուպցիան նվազեցնելու, դա նորմալ աշխատավարձն է։ Հենց մեր միջազգային կազմակերպությունը, մենք Transparency International միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում, այս տարի արդեն 25 տարի կլինի, որ մենք ներկայացուցիչն ենք եւ մենք մեր հենց կազմակերպության, այսպես ասած, սկզբունքներից է, որ այո, պետք է նորմալ վարձատրվեն այն հանրային ծառայողները, պետական պաշտոնյաները, որոնք կարող են ներգրավել տարբեր տեսակի կոռուպցիոն, այսպես ասած, դրսևորումներում, գործարքներում։ Դա այդպես է, բայց դրանից հետո գալիս են բայցերը։ Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որտեղ եթե չկան տարբեր մեխանիզմներ, որոնք կվերահսկեն, որոնք կստիպեն հաշվետվողականության, թափանցիկության հարցերը այստեղ կան, որոնք կստիպեն այդ պաշտոնյաներին իսկապես աշխատել այնպես, որ արդարացվի նրանց բարձր աշխատավարձը, այդ դեպքում դա չի աշխատի որպես հակակոռուպցիոն գործիք աշխատավարձ բարձրացնելը։ Հիմա անդրադառնանք կոնկրետ այս դեպքին։ Առաջին հերթին այստեղ մի մեծ խնդիր կար, որ դա ոչ թե աշխատավարձի բարձրացում են, այլ խրախուսեցին պաշտոնյաներին։ Սրանով վարկաբեկվեց խրախուսման, պարգևատրման ամբողջ գաղափարը։ Ինչու՞։ Որովհետև, այսպես ասենք, կամ ավելի ճիշտ այսպես մի քիչ զգուշ ասենք, եթե չեն ցույց տալիս այդ կատարողականը, որովհետև այդ որոշումը դեկտեմբերի 4-ի հիմնված էր, բխում էր նոյեմբերի 27-ի կառավարության որոշումից, որ ես համարները անգիր չեմ հիշում, բայց այդ որոշումով ասում է, որ կատարողականի ուրեմն գնահատում է եղել։ Շատ լավ եղել է։ Մենք տեսել ենք այդ գնահատումը, հանրությունը ծանոթ է այդ գնահատմանը, որտեղ եթե ծանոթ չեմ, իմ մոտ հարց է առաջանում, իսկապես դա արվել է այնպես, ինչպես է, որտեղ մենք տեսնում ենք տարբեր նախարարությունների աշխատանքներ, որ շատ բարձր պարգևավճարներ ստացան, նրանց ղեկավարները ընդհուպ մինչև բաժնի պետերը, եթե նախարարից սկսած, բնականաբար, այսպես ասած, պրոֆիլային եւ քաղաքասարակության կազմակերպությունները, բնականաբար եւ ընդդիմությունը այդ հարցը կդեն, իսկ կոնկրետ այդ նախարարությունները իսկապես աշխատեցին այնպես, որ այսքան պետք է խրախուսվեին։ Սա հենց կոռուպցիոն ռիսկն է, թե եթե ոչ, ապա ինչու, եւ այս ինչու հարցն էլ կարող է տալ, կարող է լինել այդ հարցերից պատասխաններից մեկը կարող է լինել, այո, կար կոռուպցիա, քաղաքական կոռուպցիա,
Տեսեք, ես նայեցի նախորդ տարիներին էլ այսպիսի չափերի պարգևավճարներ չկա, կային, միշտ պարգևավճար ստանում էին եւ դա դարձել է ուղղակի խնդիր, մենք միշտ բարձրացել ենք այդ հարցը, որ ճիշտ կլիներ ուղղակի աշխատավարձը բարձրացնել եւ վերականգնել պարգևատրման ինստիտուտը, այսինքն լավ ես աշխատել, հրապարակայնորեն ցույց տուր, որ լավ ես աշխատել եւ պարգևատրիր, ոչ մի խնդիր այդ դեպքում չկա եւ եթե բնակչությունը իսկապես գոհ է մնում, եթե մենք չենք տեսնում տնտեսական, սոցիալական ինչ-որ խնդիրների սրացում, այլ ընդհակառակը լավացում, եթե այդպես է, ապա խնդրեմ, որևէ խնդիր չկա։ Պարոն Հոկտանյան, նկատի ունեք, որ 2026-ը նախընտրական ժամանակաշրջանի հիմա մենք գալիս ենք դրան, հիմա մենք դուք ուղղակի մի փոքր առաջ ընկաք, տեսեք, ես նայեցի այս չափսերի պարգևավճարներ չեն եղել, ու այստեղ արդեն խնդիր է առաջանում, ինչու հենց այս տարի եւ հենց որ ասում եմ կոռուպցիոն կա ռիսկեր կան, իսկ արդյոք սա, եթե մենք ավելի խորանանք, քաղաքական կոռուպցիայի խնդիր կարող է լինել, որ ընդ որում ես նայեցի բաժնի պետերից ներքև այդ որոշումը կառավարության երևում էր, որ բաժնի պետերից ներքև պարգևատրում այդ որոշմամբ չկա։ Եվ ես նաև, չգիտեմ, այսպես ասած, օդից կախված լուրեր կային, որ որևէ այդպիսի պարգևատրում կամ չի եղել, կամ շատ աննշան է եղել շարքային աշխատողների համար։ Եվ սա կարող է կասկածել, չեմ ասում, որ սա այդպես է, բայց որ կան լուրջ կասկածներ, որ սա հենց քաղաքական կոռուպցիայի դրսևորում է, դա կարող է, որտեղ ի վերջո այդ մարդիկ հունիսի 7-ին գնալու են ընտրելու եւ նրանց կհիշեցնեն այս պարգևավճարների մասին, կհիշեցնեն այդ գումարները, որ ստացել են, բնականաբար, այսպես ասած, ինչպես ասում են, ձրի բանիրը միայն մկանթակար, այսինքն եթե մենք ձեզ այսքան պարգևատրել ենք, հիմա դուք պետք է ծառայություն մատուցեք, մոբիլիզացնեք ձեր աշխատակազմին, մոբիլիզացնեք նրանց բարեկամներին, ընտանիքներին, որ քվեարկեն քաղաքապայմանագրի օգտին։ Սա հիմնական խնդիրն է, որը ես տեսնում եմ այս պարգևավճարների դեպքում։ Նորից եմ ասում, եթե ամեն ինչ լավ է արվել, կարելի է տալ, բայց դա կարելի է տալ նախ համաչափ, այսինքն եթե նախորդ տարիներին մելն են այդ ես ինչքան որքան նայեցի այսչան մեծ չի եղել, սա է ինձ ստիպում կասկածել։ Եվ կան նաև այլ խնդիրներ, որոնք նույնպես կարող են հարցեր, այսպես ասած, որ կարող է առաջանալ։ Մեկ-երկու բառով կներկայացնեք այդ խնդիրները։ Օրինակ, ես որ ասացի, ինչու շարքային աշխատակիցները չեն։ Ընդ որում բողոքներ շատ եղան, նույնիսկ մամուլի հրապարակումներ։ Ես դա եմ ուզում նորից կրկնել, եթե դա այդպես է, այստեղ մենք նորից ունենք խտրական վերաբերմունքի մասին, ինչու ոչ բոլորը։ Եվ մյուս հարցը, արդյոք մենք ունենք գնահատական, նույն ասենք հարցումներ, ընդ որում օբյեկտիվ ոչ պետական մարմինների կողմից անցկացված, որոնք օրինակ ցույց կտան, որ այսպես կոչված գոհունակության աշխան, այդպիսի անգլերեն satisfactory survey, որոնք ցույց են տալիս, որքանով են գոհ։ Ես ամենայն դեպս որքան բացի հեռուստատեսությունից, այլև շրջապատում, հարևաններ եւ այլն, մարդիկ շատ են դժգոհում շատ բարձր գնաճից։ Կան այլ խնդիրներ նույնպես, սկսած անվտանգային խնդիրներից, վերջացած ամենատարրական սոցիալական հարցեր, այսինքն սա նույնպես շատ կարևոր է ֆիքսել, որ ես ասում եմ այլ հարցեր, իսկ արդյոք ազգաբնակչությունը, այսպես ասենք, քաղաքացին գոհ է, որտեւ եթե գոհ չի, նշանակում է նրանք լավ չեն աշխատել։ Եթե լավ չեն աշխատել, ինչու համար են պարգևատրվել։ Այս խնդիրներ կա։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ ավելի ճիշտ կլիներ, եթե աշխատավարձերը բարձրանային եւ պարգևատրման ինստիտուտը, մշակույթը վերականգնվեր։ Իսկ կարող ենք ենթադրել, որ պարգևավճարների ճակերտավոր մշակույթը, այո, պահում են, որպիսի հենց քաղաքական հարցեր լուծեն։
Դժվարանում եմ ասել, նորից միանշանակ այո կամ ոչ այստեղ դժվար է ասել, որովհետև տեսեք, եթե աշխատավարձ են բարձրացնում, դա նշանակում է, որ այդ աշխատավարձը պետք է տարին 12 անգամ տան։ Բյուջեն կարող է այդքան աշխատավարձին դիմանալ։ Սա խնդիր է դառնում։ Եվ երկրորդ խնդիրը, ինչպես ես ասացի, նոր տարուց առաջ եւ այլ այսպես ասած այդպիսի իրադարձությունների կապակցությամբ եթե նրանք լուրջ պարգևաճար չստանան, դա հոգեբանական նաեւ հասկանում եք, չէ՞, Անկճվածություն։ Մենք աշխատեցինք, բայց ընդ որում դեռ խորհրդային տարիներից դա կա, 13-րդ աշխատավարձ, Հատկապես ամանորից առաջ, այո, եւ բնականաբար ամանորից առաջ, երբ որ դա դեռ խորհրդային տարիներից եկող ավանդույթ է, մարդիկ կսկսեն դժգոհել։ Ես չեմ ասում, որ պարգևավճար չտրվի, պարգևատրումը պետք է որ տրվի։ Եթե որտեւ ի վերջո մարդիկ կան, որ լավ են աշխատում, մարդիկ կան, որ վատ են աշխատում, գլուխ են պահում, ու լավ աշխատողներին պետք է խրախուսել, բայց ոչ այս ձևերով։ Պարոն Հոկտանյան, Հայաստանում կոռուպցիա կա։ Դուք խոսեցիք կոռուպցիոն ռիսկերի մասին պայմանավորված այս պարգևավճարներով։ Եկեք խոսենք կոռուպցիայի մասին։ Իշխանությունները հայտարարում են կոռուպցիան չկա, վերացրել են։ Իշխանությունները մի քիչ սկզբից շատ ոգևորվել էին, բայց երբ որ մենք անընդհատ մեր կազմակերպությունը միջազգային հետազոտական բաժինը ամեն տարի հրապարակում է կոռուպցիայի ընկալման համատիվը։ Եվ կոռուպցիայի ընկալման համատիվը դա 0-ից 100 սանդղակն է եւ 100-ը դա իդեալական դեպքն է, երբ որ ընդհանրապես չկա, 0-ն երբ որ ամեն ինչ, այդպիսի երկրներ բնականաբար չկան, աշխարհի նույնիսկ ամենաքիչ կոռումպացված երկրները, ընկալումն է սա չափում, որտեղ ավելի լավ մեթոդ կոռուպցիայի մակարդակը չափելու առայժմ չի հայտնաբերված, իսկ ընկալումով լավագույն, ասենք Նոր Զելանդիան, Դանիան մոտավորապես 88 են։ Այսինքն այնտեղ էլ կա կոռուպցիա։ Ու ասել, որ կոռուպցիա չկա, վերացած է, դա բնականաբար ինֆանտիլ արտահայտություն է։ Աշխարհի բոլոր երկրներում կա եւ Հայաստանը դրանից զերծ չի։ Հիմա նայենք Հայաստանի թվերը, այդ նույն համաթվերը, մինչև Թավշյա ոչ բռնին 35-ի կարգի էր, հետո 2 տարի շատ կտրուկ լավացավ, հասավ 49, 19-20 թվականներին, եւ դրանից հետո փաստորեն կանգնեց, մի փոքր իջավ, 46 ու 46-47-ի շուրջ տատանվում է։ Ընդհանրապես տարբեր էմպիրիկ հետազոտություններ ցույց են տվել, որ եթե 50-ից ցածր է համաթիվը, կոռուպցիան լուրջ խնդիր է։ Նույնիսկ կան կասկածներ, բնականաբար դա այդ ճշտելու համար ավելի լուրջ հետազոտություններ են պետք, որ կարող է նույնիսկ համակարգային բնույթ ունենալ։ Սա, բայց այն որ դա լուրջ խնդիր է, ու այնպես չի, որ եթե 50-ից մի քիչ բարձրացան, ամեն ինչ լավացավ, բայց ինչպես ես ասացի, Դանիան կամ Նոր Զելանդիան 87-88 են, Հայաստանը 47 էր վերջին համաթիվը 24 թվի, այդ փետրվարի 10-ին կհրապարակվի 25 թվի համաթիվը, տեսնենք ինչպիսի արդյունք կունենանք, բայց 88-ը երբ որ համեմատում ենք 47-ի հետ, դուրն տեսնում ենք, որ բոլոր, այսպես ասած, արևմտյան նորմալ ժողովրդավար պետությունները եւ որոշ ավտորիտար, այսինքն Սինգապուր եւ այլն այդպիսի պետություններ շատ ավելի լավ համաթվեր ունեն, արդեն այստեղ այդ խնդիրը կա, որ կոռուպցիան մնում է լուրջ հիմնախնդիր Հայաստանում։ Ինչու՞, որովհետև իշխանությունները բավարար ճիշտ մարտավարություն չեն ընտրել, թե ցանկության բացակայությունն է։ Դա շատ բարդ խնդիր է, գիտեք, թվում է թե շատ պարզ հարց է, բայց իրականում որտեվ շատ գործոններ կան, քաղաքական կամք չունեն։ Դա, այսպես ասենք, եթե միայն հայտարարություններով նայենք, երևի համարյա ամեն օր ասում են, որ ունեն, բայց կա նաև այլ չափիչներ քաղաքական կամքի, որքանով են նրանք պատրաստ ռեսուրսներ տրամադրել կոռուպցիայի, հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնելու վրա։
Դա էլ է ֆինանսներ պահանջում։ Այո, իհարկե, որքանով սկզբունքային են, այսինքն այստեղ շատ կարևոր հարց կա, որքանով իրենք խտրական չեն, այսինքն եթե դուք սկսել եք կոռուպցիայի դեմ պայքարել, միայն նախկինների հետևից գնալը դա լուրջ չի, դա չի նշանակում, որ դա պետք չի, այսինքն ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվելուց բացի, պետք է նրանք հիշեն, որ նրանց էլ կարող են չմոռանալ հետագայում, այսինքն այն ինչ որ անդադար լրատվամիջոցներում մենք տեսնում ենք տարբեր դրսևորումներ, տարբեր ոլորտներում, եթե դա կոծկվում է, քրեական գործերը հատկապես ԿՊԱ-կանների մասով կարճվում են կամ այնքան են ձգձգվում, որ ժողովրդական ժամկետն էլ այդ ձևով է արվում, դա նույնպես նշանակում է քաղաքական կամքը կաղում է։ Այսինքն միայն հայտարարել, որ մենք հանձնառու ենք կոռուպցիան նվազեցնելուն եւ ոչինչ չանել եւ չունենալ կարող հակակոռուպցիոն մարմիններ, լավ, ստեղծվեցին, դա ես միշտ դրական եմ գնահատել եւ հիմա էլ եմ ասում, մասնագիտացված կա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որ առաջ չկար հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարաններ, շատ լավ։ Մնում է, որ դրանք այնպես աշխատեն, որպեսզի այդ համաթիվը սկսի իսկապես աճել։ Պարոն Հոկտանյան, հակակոռուպցիոն դատարան, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող մարմիններ, սակայն շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ ասում են, որ այդ ստեղծված մարմինները ոչ թե ծառայում են բուն նպատակին, այլ փաստացի քաղաքական հաշվեհարդարի գործիք են դարձել։ Քաղաքական մրցակիցներին, գաղափարական մրցակիցներին ճնշելու նրանց հետ։ Հենց նոր ես ասացի, եթե այդպիսի բան կա, մենք ես բնականաբար վիճակագրություն պետք է ունենամ ասելու արդյոք ես իհարկե տեսնում եմ որ առավել նայեք խնդիրն ինչումն է որպեսզի նույն դատարան հասնի գործը պետք է որ քննիչները գնան նաև ներկա իշխանության պաշտոնյաների հետևից եւ տեսնեն դա կա թե ոչ, եթե չկա բնականաբար դատարանը կասի, եթե ես չեմ ստանում այդպիսի գործեր, ես ինչ անեմ։ Հիմա քննչական մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն առաջին հերթին կամ դատախազությունը այնտեղ կա, չէ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազման այդ վարչությունը։ Արդյոք նրանք դա ապօրինի գույքը օրինակ փնտրում են միայն նախկինների մոտ։ Արդյոք ներկաների մոտ դա կա թե ոչ։ Սա ես այսպես ասեմ ձեռնպահ կմնամ, որովհետև որպեսզի դա ես կարողանամ ասել, ինձ պետք են շատ լուրջ փաստեր, ես սովորություն եմ փաստերի հիման վրա խոսալու, ինձ պետք կգա բավականին լուրջ փաստեր, որպեսզի ես կարողանամ հասկանալ, այսինքն այդ հարուցված գործերի մեջ եւ ինչպես ասի, եւ դատախազության այդ վարչությունը, որ ցույց է տվել եւ հակակոռուպցիոն կոմիտեն հարուցել է այդ գնացել այդ դեպքերի հետևից եւ նույն հակակոռուպցիոն կոմիտեի հենց աշխատանքը ուղղակի պետք է վերցնել դեպքերը եւ վերլուծել։ Դժբախտաբար ես ինքս այդ հնարավորությունը հիմա չունեմ, այդ շատ ավելի մեծ միջոցներ է պահանջում շատ այսպես նպատակասլաց աշխատանք, որպեսզի այդ ամենը ուսումնասիրվի եւ միայն դրա հիման վրա կարող եմ ասել իսկապես կա խտրականություն թե ոչ, եթե կա դա շատ լուրջ խնդիր է։ Մամուլը պարբերաբար հրապարակում է տեղեկություններ, որ ընդամենը մի քանի տարում, 5 տարում, հա իշխանության եղած իշխանության ներկայացուցիչները հանկարծ դարձել են շատ թանկարժեք բնակարանների, տների, հողամասերի, ավտոմեքենաների տերեր եւ հագնվում են բացառապես, հա, լաքշուրի բրենդերից, ինչպես ընդունված է ասել, իսկ դա միայն իրենց աշխատավարձերով ապահովել հնարավոր չի, սակայն նույն հակակոռուպցիոն Այո, բայց միևնույն է այդ գնային սանդղակը դժվար թե պարգևավճարներով կարողանային հասնել։ Այնուամենայնիվ սա չի խոսում արդեն իսկ խտրական վերաբերմունքի մասին, որ այդ հակակոռուպցիոն գործունեությունը կասեցնելուն ուղղված մարմիններում կա։ Տեսեք, նախ դա շատ կարևոր է մեզ հենց ամենասկզբից, երբ որ մենք դարձանք Transparency International-ի պաշտոնական ներկայացուցիչը, 2001-ից էր, ես 2003-ից եմ այս կազմակերպությունում, այն ժամանակ դա միշտ ասվում էր,
եւ հիմա էլ է ասվում, ամեն ինչ պետք է հիմնվի լուրջ փաստարկների վրա։ Այն ինչ որ ես կարող եմ ասել, դուք ասում եք, հայտարարագրերը նայում ենք ու տեսնում կամ նայում ենք նրանց Հայաստանը փոքրիկ երկիր է։ Մենք տեսնում ենք հիմա այստեղ հարց է առաջանում, իսկ որտեղից նրանց դա։ Հիմա այդ հարցին պետք է տրվի պատասխան, այդ քաղաքական կամքը նաև դրանում կդրսևորվի, որ այդ հարցերին պատասխան տրվի եւ տրվի այնպիսի պատասխան, որտեղից երևա, որ նրանք իրենց քրտինքով են դա աշխատել։ Եթե այդ պատասխանը տրվում է եւ իսկապես եւ չի լինում այն ինչ որ եղավ, ասենք նախկինների դեպքում, այն ժամանակ էլ ես լավ հիշում եմ, որ այսպիսի հարցեր կային, բայց որևէ այսպես լուրջ հետաքննություն այն ժամանակ չէր արվում։ Բայց հիմա նույն բանը հնարավոր է այս դեպքում, Բայց քաղաքասարակության արձագանքն էլ այն ժամանակ ուրիշ էր, այո, աղմուկ էին բարձրացնում։ Այսօր կարծես թե հաշված մարդիկ են Չի ասում, հիմա ես օրինակ ասում եմ այդ վարքավճարների Բայց համաձայնում եք, որ նախկինում աղմկողների թիվը ու քանակը շատ ավելին էր անհամեմատ, քան հիմա։ Ինչով է դա պայմանավորված, պարոն Հոկտանյան։ Գիտեք ինչ, կոռուպցիայի ընդհանրապես երևույթը եւ բնականաբար հակակոռուպցիոն գործունեությունը դա ինքը քաղաքականացված երևույթ է եւ բնականաբար շատ դժվար է այստեղ չեզոք լինելը դա դժվար է բայց հնարավոր է Այսինքն քաղաքասարակության որոշակի հատված աջակցում է այս իշխանություններին դա կան աջակցողներ բայց գիտեք ինչ ես օրինակ փորձում եմ տեսնել չաջակցողները ինչու ձայն չեն հանում Լավ հարց էր Որտեվ ոչ բոլորն են աջակցում Եվ այստեղ հենց դա կլինի հենց այդ տեստը եթե կան որտեվ կան բարձրաձայնողներ եւ կան չբարձրաձայնողներ այդ դեպքում նշանակում է որ իրավիճակը շատ չի փոխվել նախկինի համեմատ բայց ես բարձրաձայնողներին ինչ որ շատ չեմ տեսել շատ քիչ են խոսում ու դա կարող է նույնպես ստեղծի տպավորություն, որ հիմա իհարկե նաև այդ ընկալման համաթիվն է ցույց տալիս, որ որոշ բարելավում հիմնականում իներցիայով առաջի 2 տարիների դրական, այսպես ասած, փոփոխությունների հիմնական սպասելիքների վրա հիմնված այդ ընկալումների լավացումը չի էլ զարգացել ու բնականաբար դուք ասում եք լրատվամիջոցներն ասում են սա, ասում են նա եւ պետք է լինեն նաեւ համապատասխան ոչ միայն քաղաքասարակություն, նաեւ իրավական մարմինները պետք է գործողություններ, այո, եւ այս ասացի հիման վրա ինչպես կգնահատեք հակակոռուպցիոն մարմինների գործունեությունը, դա ավելի շատ քաղաքական նպատակ հետապնդող գործողություն, այսինքն քաղաքական հարցեր լուծող գործունեություն են ծառայում, թե ծառայում են հենց իրենց ֆունկցիային, որի համար ստեղծվել են։ Մասամբ այո, մասամբ ոչ։ Այն որ ինչ որ աշխատանք արվում է դրանում կասկած չկա բայց այն որ հնարավոր է որ ավելին մենք սպասելիք ունենք դա նույնպես Եվ խտրականությունն էլ որ բացառեն լավ կլինի այո Պարոն Հոկտանյան իսկ կոռուպցիայի դրսևորման ձևերը փոխվել են որովհետև տարբեր մասնագետներ ահազանգում են որ այս իշխանությունները կոռուպցիայի դրսևորման հարցում բավականին զարգացած են եւ առաջադեմ այո այնպիսի ձևեր են ընտրել որոնք իրավական առումով դժվար է կանխարգելել Ես այսպես կասեի մենք սովորություն չունենք ավելի լայն նայելու Եթե մենք նայում ենք միջազգային այսպես ասած այլ երկրներում դրսևորումներ ոչ մի նոր բան չկա Ուղղակի որոշակի ձևեր, որոնք առաջ չկային, հիմա կան, բայց այլ երկրներում է կնույն այն պարգևավճարները բարձր աշխատավարձի անվան տակ, որ ես ասացի քաղաքական կոռուպցիա, դա շատ տարածված երևույթ է եւ շատ այլ նմանատիպ բաներ կան, որոնք կան։ Այսինքն համաշխարհային փորձից են օգտվել այդ հարցում առաջադեմ են կոռուպցիայի մասով։ Ես դա կասեի համաշխարհային փորձանքից։ Այո, դա կա։ Ինչ, բայց կոռուպցիայի հարցում լավ առաջադեմ են, այո։ Ну, չգիտեմ այլ հարցերում ինչպես են, բայց դա դժվար չի եւ ես կասեի նույնիսկ նախկինների օրոք էլ կամած այդ
քաղաքակրթվածությունը ես տեսնում էի, որ ավելի նուրբ է ամեն ինչ արվում։ Այսինքն այնպես չէ, որ ԿՊ-ից առաջ եղած իշխանությունները չեն փորձել կոռուպցիայի դեմ պայքարել։ Փորձել են եւ փորձել են նաեւ մոդեռնիզացնել կոռուպցիոն դրսևորումները։ Դա եղել է։ Նաև ժամանակաշրջաններ տարբեր, այո, պարոն Հոկտանյան, տնտեսական միտումները, երկրի իրավիճակը։ Պարոն Հոկտանյան, իսկ ավելի հեշտ է աշխատել այս իշխանությունների հետ, թափանցիկ են արդյոք, ձեզ որպես փորձագետի տեղեկատվություն ստանալուց ինչն է խանգարում, կամ ինչն է հեշտացել միգուցե։ Գիտեք ոնց հեշտի դժվարի այդպիսի ես այսպես ասեմ, չի դժվարացել, այո, հարցումներին պատասխանում են, խնդիրը այստեղ նաև այդպես ասած նոր տենդենցների իմաստով ես երևի կասեի, խնդիրը նաև նրանում է, որ քաղաքասարակությունը լրատվամիջոցները ավելի պրոֆեսիոնալ դիմոտենան, երբ որ ավելի նուրբ, այսպես ասած, դրսևորումներ են լինում կամ ավելի, այսպես ասած, թաքնված ռիսկեր, բնականաբար եւ քաղաքասարակությունը եւ լրատվամիջոցները եւ ընդդիմությունը պետք է ավելի պրոֆեսիոնալ մոտենեն իրենց աշխատանքին։ Իսկ իրավապահները հետագայում կամ թեկուզ հիմա իշխանության անդամների ներգրավվածությամբ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու գործընթացում հեշտ կկողմնորոշվեն, թե դժվարություններ կունենան։ Խոսքը գնում է կոռուպցիայի որոշակի հենց ստվերումների մասին, հա, ձեր ասած միջազգային փորձի հիման վրա։ Ինչպես ասացի, քաղաքական կամքը դա միայն հայտարարությունները չեն, եւ երբ որ ես ասում եմ գործողություններ, դա նաեւ իրավապահ համակարգի պրոֆեսիոնալիզմն է։ Եվ որքանով որոշումներ ընդունողները, կայացնողները ձգտում են այդ պրոֆեսիոնալիզմը բարձրացնել։ Ինչպես ես ասացի, ամեն ինչ գալիս է հենց նրանից, որ իրավապահ մարմինները կարողանան եւ կանխարգելիչ նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ հակակոռուպցիոն կոմիտեն ավելի պրոֆեսիոնալ կերպով բացահայտեն այդ ամենը։ Հարցս վերաձևակերպեմ այսպես, Հայաստանում կա օրինականացված կոռուպցիա։ Ես անկեղծ ասած այդ արտահայտության հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետև օրինականացված կոռուպցիան, այսինքն դա այն պետք է լինի, որ օրենքը թույլ տա կոռուպցիայով զբաղվել։ Այսպես ես ասեմ, արդյոք մեր օրենքները շատ թե քիչ են պարունակում կոռուպցիոն ռիսկեր։ Ես դա այդպես կձևակերպեի, այսինքն երբ որ մենք տեսնում ենք ինչ-որ օրենք, որտեղ կան շատ սողանցքներ, դա օրինականացնում է բաներ, որոնք չպետք է օրինական լինեն։ Իսկ այս իշխանությունների մոտ այդ միտումը նկատել եք օրինագծերի փոփոխություններ եւ այլն, որոնք կարող են։ Դա միշտ կար, հիմա էլ կա, ես ճիշտն ասած չեմ այդպիսի գործ երբեք չեմ արել, համեմատել առաջ որքան, բայց դա միշտ կար, այսինքն երբեր ավելի շատ, երբեր ավելի քիչ, ես դժվարանում եմ ասել։ Այսինքն չի քչացել, թե չէ տարբերությունը կզգայիք առնվազն։ Ես չեմ չափել ուղղակի դա։ Ես չեմ նստել եւ ուսումնասիրել, ասենք նախկինում որքան այդպիսի օրենքներ կային, որտեղ կային կոռուպցիոն ռիսկեր, նաև գիտեք ինչ կա մի շատ կարևոր հանգամանք եւս, սա էլ ես կուզեի շեշտել, նաև հասարակության ընկալումներն են այստեղ շատ կարևոր։ Ես ասի չէ կոռուպցիայի ընկալման համատվի մասին ենք խոսում, երբ որ փորձում ենք կոռուպցիայի մակարդակի մասին պատկերացում ունենալ։ Հիմա կոռուպցիայի դա հասարակության ավելի այսպես ասենք եւ նրա որքանով ավելի հասունացած են այդ ամենը հասկանալուն, որքանով ավելի անհանդուրժողական են կոռուպցիայի նկատմամբ։ Եթե հասարակությունը ավելի հանդուրժող է, կարող է թվալ, որ ասենք նախկինում ավելի քիչ է եղել, բայց դա հնարավոր է, որ ոչ թե ավելի քիչ է եղել, այլ հասարակությունը ինքը շատ չի փորձել, այսպես ասած,
հասկանալ դա եւ ավելի անհանդուրժող լինել։ Եվ օրինակ այնինչ եղավ 18 թվականին հասարակությունը սկսեց ավելի սուր ընկալել այդ ամենը, որտեղ ի վերջո այնինչ կատարվեց այդ հեղափոխությունը դա հենց նաև կոռուպցիայի դեմ պետք է լիներ եւ շատերը որում եղել են այդ հարցումները այդ հանրապետական ինստիտուտը այդ միջազգային ինտերնետ որ անընդհատ հարցումներ էին անում այն ժամանակ առաջին հարցումը հենց դրա վերաբերյալ էր որ համատական ամենամեծ քանակությունը հարցվողների դժգոհ էին հենց կոռուպցիայի մակարդակից այսինքն մենք կարող ենք ասել որ հենց դա էլ ծառայեց այսպես տրիգեր նայել այո եւ բնականաբար այդ մոտեցումը ավելի խիստ մոտենալ քան թե առաջ էր դա նույնպես կա դա համար ասում եմ այնքան գործոններ կան որ շատ դժվար է ասել թե համատել նախկիններ կան հենց նաև դրա պատճառով այսինքն մարդիկ ավելի դրա համար իմիջայլոց այդ կոռուպցիայի ընկալման համաթիվը նայում է ոչ թե շարքային քաղաքացու այլ գործարարների եւ փորձագետների ընկալումները որ այդ էֆեկտը ավելի քիչ լինի Անդրադառնանք ամենակոռումպացված ոլորտներին արդյոք այդպիսի ցանկ կա թե որոնք են Հայաստանում ամենակոռումպացված ոլորտները ոչ չկա որովհետեւ դրա համար հարցում մի ժամանակ կար ուղղակի հիմա տարբեր հիմնական ֆինանսական պատճառներից ելնելով մեր միջազգային կազմակերպությունը իրականացնում էր կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի ուսումնասիրություն 2009-ից սկսվեց այսպես ասեմ վերջում 16-ից հետո հենց այդ ֆինանսական հարցերի պատճառով մինչ այդ գլոբալ էր արվում այսինքն բոլոր տարածաշրջաններում հետո որտեղ որ ֆինանսավորում էր գտնվում ու կոնկրետ Եվրոպայում դա 16 թվականից հետո չէր արվել եւ այդ հարցման մեջ կար ըստ ձեր ընկալման որոնք են ամենակոռումպացվածներն ու որպես կանոն այսպես ասած սովորաբար կասկածյալները միշտ մնում են նույնը հարկային մաքսային մարմիններ գնումների ոլորտ ոստիկանություն իրավապահամակարգ այն ժամանակ դրանք էին դատարաններ այսինքն այն ժամանակ այդ բայց 16-ից հետո չի եղել ուսումնասիրություն իսկ ուղղակի առաջնորդվել լրատվամիջոցների այսպես հոդվածներով բան դա շատ անշնորհակալ գործ կլինի որտեղ մենք շատ լավ հասկանում ենք որ այդ խնդիրը կա եւ մեր մոտ եւ շատ այլ երկրներում մենք բացառություն չենք որ լրատվամիջոցները իրենք կողմնակալ են լինում եւ ասենք այնպես չի որ լրատվամիջոցն ու մեծ մասը այսինքն ճնշող մեծամասնությունը իրենք չեն եւ այսպես ասած այն դեպքերը լուսաբանի որոնք նախկինների հետ են կապված եւ միաժամանակ ներկաների հետ կամ նախկին կամ ներկա եւ առաջնորդվել դրանով դա շատ ծանր գործ է եւ բացի դրանից ամենակարևորը դա այնքան էլ գիտական չի լինի անկախ դրանից լրատվամիջոցների մեջ կան նաեւ անկախ լրատվամիջոցներ որոնք լուսաբանում են թե այս կողմը թե այն կողմը եւ հազվադեպ են այն լրատվամիջոցները ովքեր սեփական վարկանիշի եւ իմիջի հետ խաղան պարզապես կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար պարոն Հոկտանյան ես այսպես կասեի հնարավոր է նաեւ այսպիսի բացատրություն որ ավելի նուրբ արվի ամեն ինչ այսինքն պարտադիր չի որ դա լինի բացահայտ ինչպես ժողովրդական ափաշկարա ցույց տանում կողմն են կան այդպիսիներն էլ կան բայց պրոֆեսիոնալիզմը իմ գործընկերների քննարկման բայց պրոֆեսիոնալիզմը նաև դա է օգնում որ ավելի այո սև ու սպիտակ չներկայացվի իրավիճակը Պարոն Հոկտանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։